տարածմամբ չեն զբաղված։ Որքանով է վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրներ։ Ես որ խնդրեմ օպերատորներին խանգարում եք էլի պրոցեսին։ Կրկնեմ հարցը, որքանով եք վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրների։ Եկեղեցին նշվել է, լիովին վստահում եմ 55.8%, 15.6%-ը նշվել է ավելի շուտ վստահում եմ։ Կրթական համակարգ 27.4%-ը նշել է, որ լիովին վստահում եմ, եւ 28.5%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Պետական իշխանությունները նշել է 17.8% եւ 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Ամենանվազ ցուցանիշները քաղաքական դաշտն է նշվել 12.3%-ը եւ մեդիան 8.2%-ը։ Ամենաշատը եկեղեցին է վստահում։ Այո։ Ընդհանուր 73%-ը շուրջ նշել են, որ վստահում են եկեղեցուն։ Մի քանի անգամով կամ պետական իշխանություններին։ Այո, ճիշտ է կատարում։ Ձեր կարծիքով որ կառույցը պետք է գլխավոր դեր կատարի հասարակական համերաշխության վերականգնման գործում, այստեղ եւս եկեղեցին ամենաշատն նշվել 28.4%-ը որպես առանձին, ինստիտուտ, կառավարությունը 20.7% նշել, քաղաքացիական հասարակությունը 13.5% եւ անկախ անձինք հասարակական հեղինակությունները 5% են նշվել եւ միջազգային կառույցները նշել են գրեթե 4%-ը։ Բայց մենք ունենք ցուցանիշ բոլորը համատեղ 35.7% են նշել, սա եւս կարևոր է որ բոլորը իրենց ներդրումը պետք է անեն այդ հասարակական համերաշխության ձևավորման համար։ Եվ վերջի հարցը գնահատեք թե հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակական առողջացմանը եւ միասնությանը։ Մենք թվել ենք մի շարք գործիչների քաղաքական եւ հոգևոր եւ ունենք հետեւյալ պատկերը։ Գնահատվել է բալային համակարգով, որտեղ 10 բալային համակարգով, որտեղ մեկը նշանակում է ընդհանրապես չի կարող, 10-ը նշանակում է միանշանակ կարող է։ Եվ մենք բերել ենք այստեղ